2 տարի առաջ այսօրը Նվարդն ինձ ծնունդ հրավիրեց, իմ կյանքի ամենասպասված ու անսովոր ծնունդին։ Հոկտեմբերի 27-ի իր գուրը Նվարդին տուն իջեցրի ու քնացի ավտոն լվալու, մեկ էլ հեռախոսս ծնգաց։ 10 րոպե պահանջվեց, որ հասկանամ, թե ինչի մասին է խոսքը։ Հայկն արդեն ազատություն կուզեր ու մենք գնացինք ծննդատուն մաքուր ապրելով։ Նվարդը կուզեր, որ հենց ես իրա կողքն եղնեմ ու ամբողջ ընթացքում։ Ես առանձնապես չէի ուզել, բայց մերժել չէի կրնա։ Հիմա արդեն վստահաբար կրնամ ասեմ, որ կանանց ու մամաների նստաժանվույն գնահատելու համար պետք է ներկա գտնվել ծննդաբերությանը ու տեսնել կամ լսել, թե ինչ տանջանքների ու ցավերի արդյունքում լույս աշխարհ կուկան մեր երեխեք։ Առավոտ 04:50 Հայկը ծնվեց։ Առաջի րոպեներին հանգիստ պարգած էր, նույնիսկ լաց չէր եղել։ Անհանգստացա ու բժիշկներին հարցրի. «Ժողովուրդ, երեխեն ինչի լաց չի եղնի, դե կինոներում միշտ ճճացող երեխեքի ցույց կուտան, չէ»։ Եթե անկեղծ չեմ հիշե, թե ինչ եմ Հայկին առաջի անգամ գրկել, ինչ եմ այդ պահին զգացել, բայց հստակ կհիշեմ, թե ինչ առաջի անգամ նորածին մատիկներով բռնեց մանս։ Այնքան ուժեղ սխմեց, որ զարմացա, թե ուր դից էս երեխուն այսքան ուժ։ Այդ ժամանակ նոր հասկացա, որ պապա եմ տարել։ Ու այդ ժամանակ նոր պատասխանատվությունն ամբողջ ուժով խփեց գլխիս։ Հիմա ես արդեն 2 տարվա ստաժով պապա եմ ու կրնամ ասեմ, որ ծնող դառնալը դժվար չէ։ Դժվար է լավ ծնող եղնելը։ Հետո եք երկդ կար։ Կնկդ։ Հայկ։